Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, ընկերներ, շարունակում եմ իմ խորքային անդրադարձը Հայաստանի Հանրապետության վարչապետի ժողովրդին ուղղված ուղերձին։ Այսօրվա իմ վերլուծության ուշադրության կենտրոնում են ուղերձի վերջին 3 կետերը, 12-րդից սկսած մինչև վերջին 14-րդ կետը։ Դրանք ամփոփող ու համադրող դրույթներ են, որոնք ըստ էության միտված են համակարգել ներկայացված ամբողջ գաղափարախոսությունն ու սահմանել ապագայի տեսլականը։ Բայց սակայն նախքան անցնելը բուն վերլուծությանը կցանկանայի մեկ ակնթարթով անդրադառնալ վերջին օրերին տեղի ունեցած մի իրադարձության, որը դուրս է ուղերձի շրջանակներից, բայց շատ հստակ տեղավորվում է մեր հասարակական տրամադրությունների ընդհանուր պատկերի մեջ։ Խոսքը Հայաստան և Վրաստանի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպման մասին է, որը դժբախտաբար ավարտվեց մեր հավաքականի խայտառակ պարտությամբ։ Թեև ֆուտբոլը առաջին հայացքից կարող է ընկալվել որպես մարզական սովորական իրադարձություն, սակայն այսպիսի պարտությունները մանավանդ այսքան հաճախականությամբ սկսում են հուզել ոչ միայն մարզասերներին, այլ ամբողջ հասարակությանը։ Այո, դա ընդամենը խաղ է, բայց երբ անգամ խաղում հույսդ խամրում է, երբ անգամ սպորտում հաղթանակի սպասումը տեղը զիջում է պարտության հանդեպ հոգեբանական հարմարավողականությանը, հասկանում ես, սա արդեն ընդամենը սպորտ չէ, սա խորհրդանշում է այն պարտությունների շարանը, որը կարծես նորմալություն է դառնում, իսկ դա ոչ միայն ցավոտ է, այլ նաև անթույլատրելի։ Մենք գիտակցաբար չենք ցանկանում պարտվողի հոգեբանությամբ ապրել։ Մենք չպետք է ընտելանանք ոչ ֆուտբոլային, ոչ քաղաքական, ոչ սոցիալ-տնտեսական և ոչ էլ արժեքային պարտություններին։ Պարտությունը պետք է մեզ հարցեր տա, ոչ թե սովորություն դառնա։ Ուստի հենց այս գիտակցումով էլ վերադառնում եմ վարչապետի ուղերձին ու դրա վերջին 3 կարևոր կետերին։ Վերլուծության ընթացքում մեզ կուղեկցի մեկ առանցքային միտք. յուրաքանչյուր ոլորտում պարտությունների հաղթահարումը սկսվում է սեփական վիճակի հանդեպ սթափ քաղաքացիական դիրքորոշումից։ Ուստի անցնենք վարչապետի ուղերձի 13-րդ կետին։ Այստեղ խոսվում է անկախությունը կախվածության բալանսավորման մասին։ Ոչ թե մեկ կամ մի քանի ուժերից կախվածություն, այլ փոխկախվածության լայն ցանց, որը նվազեցնում է արտաքին վերահսկողության ռիսկերը։ Բալանսավորված արտաքին քաղաքականությունը թույլ է տալիս ոչ թե լիովին խուսափել կախվածություններից, այլ դրանք փոխհատուցել ու հավասարակշռել պահպանելով ինքնիշխանությունը։ Ճիշտ դիտարկում է, սակայն բալանսավորումը միայն կախվածությունների բաշխման մասին չէ, այլ պատասխանատվության։ Եթե պետությունը իր արտաքին քաղաքականությունը կառուցում է իրար թշնամի ուժերի, կարելի է ասել բևեռների միջև, ապա պետք է ոչ միայն խուսափի կողմնակալությունից, այլև կարողանա նպաստել այդ թշնամանքի մեղմացմանը։ Հակառակ դեպքում երկարաժամկետ հեռանկարում այսպիսի բալանսը կարող է վերածվել ինքնակործանարար մարտավարության, քանի որ պետությունը բուն դերակատար լինելու փոխարեն կդառնա հակամարտությունների թատերաբեմ, որտեղ տարբեր ուժեր փորձելու են լուծել իրենց հակասությունները տվյալ երկրի հաշվին։ Օրինակ, գիտենք մենք, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա է խորը հակամարտությունը։ Երկու կողմն էլ զգայուն են Հայաստանի հնարավոր կողմնորոշման հարցում և ամեն քայլ կարող են ընկալվել որպես կողմնակալություն։ Սա Հայաստանը դնում է զգայուն և հաճախ վտանգավոր վիճակի մեջ, երբ ցանկացած ռազմավարական որոշում կարող է ոչ միայն ազդել արտաքին հարաբերությունների վրա, այլև ներգործել ներքին կայունության, անվտանգության ու ինքնիշխանության վրա։ Ուստի բալանսավորված արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ոչ միայն մի քանի դաշնակիցների կամ գործընկերների միջև հավասարակշռություն պահելու վրա, այլ հստակ ռազմավարության, սեփական շահերի հստակ գիտակցման և այդ շահերը պաշտպանելու կամքի ու հետևողականության վրա։ Բալանսը պետք է լինի մեր անվտանգության,
ինքնիշխանության և ապագայի երաշխավորը։ Հասնենք հաջորդ կետին, 13-րդ կետով վարչապետը ցանկանում է ասել. խաղաղությունը պետք է լինի պետության երկարաժամկետ ռազմավարություն, որը հիմնված է հարևանների հետ կայուն հարաբերությունների, տնտեսական ու մշակութային համագործակցության վրա։ Տարածաշրջանային փոխկախվածությունը, պաշտպանունակ բանակը և դիվանագիտական հավասարակշռվածությունը խաղաղության երաշխիքներն են։ Իսկ հարևանների հետ խաղաղ ապրելու հմտությունը առանց արտաքին աջակցության կայունության հասնելու կարևոր գործոն է։ Վերլուծենք. խաղաղությունը որպես հմտություն զարգացնելն իհարկե կարևոր գաղափար է, բայց այն չի կարող ինքնաբավ լինել առանց անվտանգության և հուսալի դաշնակիցների ու զինակիցների։ Տարածաշրջանային քաղաքականությունը ցույց է տալիս, որ առանց դաշնակիցների ու զինակիցների խաղաղություն հաստատելը և պահպանելը շատ դժվար է, հատկապես, երբ հարևանները չունեն նույն խաղաղասիրական մտադրությունները։ Պաշտպանունակ բանակի անհրաժեշտությունը գործված դիվանագիտական հստակ դաշնակցային քաղաքականությամբ կենսական նշանակություն ունի։ Ի վերջո, խաղաղությունը ավելի շատ երաշխավորվում է ուժի հավասարակշռությամբ և ռազմական ու քաղաքական պատրաստվածությամբ, քան պարզապես հույսով, որ հարևանները կվերաբերվեն նույն արժեքներով։ Այս մոտեցման վտանգը այն է, որ այն կարող է թյուր պատկերացում ստեղծել, թե միայն մենք մեր գլխի տերն ենք, երբ իրականում գլոբալիզացված աշխարհում և մեր տարածաշրջանում այդպիսի մոդելը փոխանցում կենսունակ չէ։ Ավելին, պատմությունը ցույց է տալիս, որ միջազգային անվտանգության հենարանները և ռազմավարական դաշնակիցների առկայությունը առանցքային նշանակություն ունեն երկարաժամկետ խաղաղության համար։ Եթե սա պետք է մշակել ավելի հղկված տեսքով, կարելի է այն ձևակերպել, ընդգծելով խաղաղության կարևորությունը, բայց նաև մատնանշելով, որ խաղաղությունը պետք է երաշխավորվի ոչ միայն հմտությամբ, այլև ուժով, պաշտպանունակությամբ և դաշնակիցների ու զինակիցների միջոցով։ Ժողովուրդ, մի բան էլ ավելացնեմ. զինակիցները չեն տրում, դրանք վաստակվում են։ Որպեսզի Հայաստանն ունենա հուսալի զինակիցներ, պետք է ինքը լինի վստահելի, ուժեղ և պատրաստ փոխշահավետ համագործակցության։ Դաշնակիցների աջակցությունը ստանալու համար մենք նախ պետք է ինքներս լինենք դաշնակցային քաղաքականության կրողն ու արժանի զինակիցը։ Եվ վերջին կետը, 14-րդ կետը, ապագա կա, ապագա հայտնի թեզը։ Համառոտ ասվում է, որ ապագան այսպես թե այնպես գալու է, իսկ թե ինչպիսին կլինի, կախված է ընկալելու այն այսօրվա աշխատանքի, գիտելիք ու հմտություն դարձնելու կարողությունից։ Ապագան այսօրվա աշխատանքի արդյունքն է։ Ապագան այսօր է, այսօր սկսիր լինել այնպիսին, ինչպիսին ուզում ես լինել ապագայում։ Այս է վարչապետի ուզղերձը։ Իմ ընկալմամբ ապագան կախված է ոչ թե միայն գեղեցիկ խոսքերից, այլև երեկվա փորձը հասկանալու, վերամշակելու և այն հմտությունների վերածելու կարողությունից։ Պետք է դիտարկել հետևյալ հարցերը. գիտելիքի աղբյուրը։ Գիտելիքը օդից չի ընկնում, ժողովուրդ, այն ստացվում է կրթության, փորձի, վերլուծության և գործնական աշխատանքի միջոցով։ Աշխատանքի կարևորությունը։ Առանց իրական ջանքերի, առանց հետևողական աշխատանքի ապագան ուղղակի լավատեսական արտահայտություն կմնա։ Այսքանը, հարգելիներս, հուսանք, որ մեր երկրում իրականացվող փոփոխությունները վերջապես իրական դրական արդյունք կունենան, որովհետև դրանց իրական շահառուն հասարակ ժողովուրդն է։ Տարիներ շարունակ մենք տեսել ենք, թե ինչպես են բոլոր իշխանությունները կրկնում նույն սխալները, իսկ այդ սխալների հետևանքները մշտապես կրում է ժողովուրդը, անկախ իշխանափոխություններից, քաղաքական խոստումներից կամ ծրագրերից։ Ցավալի իրականություն այն է, որ որոշումներ կայացնողներն ու հրահանգներ տվողները երբեք չեն կիսում իրենց սխալների տնտեսական, սոցիալական, առողջապահական ու այլ հետևանքները։
իսկ ողջ ծանրությունը ընկնում է հասարակ քաղաքացիների ուսերին։ Այնինչ ամեն մի քաղաքականություն, ամեն մի բարեփոխում, ամեն մի փոփոխություն պետք է արվի հանուն ժողովրդի, ոչ թե նրա հաշվին։ Հուսանք, որ այսուհետ փոփոխությունները չեն լինի վերևից պատրաստված, պարտադրված բեռ, այլ կլինեն գիտակցված, արդարացված և հիմնավորված քայլեր, որոնք կծառայեն արագության բարիքին, և որ ամենակարևորն է, հուսանք, որ իշխանություններն այսուհետ ականջալուր կլինեն հանրության ձայնին, իսկ որոշումները կկայացվեն ոչ թե նեղ խմբերի, այլ ժողովրդի իրական շահերի համար։ Վերջ, ժողովուրդ ջան, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր համբերատար հետևեցին իմ վերլուծություններին, հաջողություն բոլորիս և այսուհետ թող բոլոր փոփոխությունները բարիք բերեն մեր երկրին ու ժողովրդին։ Հաջողություն։